փետրվարի 15-ին իմ հայտարարությանը տեղյակ եք, որ ստացվել է արդեն 3 պետություններից փորձագետների եզրակացություններ, ուզում եմ ասեմ, որ էլի կան պետություններ, որոնցից դեռ սպասում ենք եզրակացություններ, բայց 3-ը կարծում եմ բավարար էր, որովհետեւ մենք արդեն հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու։ Ուզում եմ խոսքս սկսել հատկապես այս ամսի 15-ին իմ հայտարարությունից հետո քննչական կոմիտեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ փորձեմ մեկնաբանել, որից հետո նոր անցնենք մնացած հարցերին։ Ուրեմն իմ հայտարարությունից հետո, որ 3 միջազգային փորձաքննությունների եզրակացություններն արդեն կան, քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի ու նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն եւ այլն, հələ մի բան էլ փորձեց նորից խոսել են մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունը հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանը։ Նախ շատ զարմանալի է, թե քննչական կոմիտեն ինչի չգիտի, որ փաստաբանը ինքը կարող է փորձաքննություն նշանակել, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ, այսինքն ասել, թե քրեական դատավարության օրենսգիրքից դուրս իրականացված գործողությունը իմ համար դա անհասկանալի է։ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փաստաբանին, որպեսզի իրականացնի, որպեսզի նշանակի փորձաքննություն։ Բայց այստեղ հարցը այդ չի։ Իսկ ինչ կապ ունի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ այն գործով վարույթը մեր կողմից նշանակված եւ հիմա հրապարակվելիք փորձաքննությունների հետ որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետեւ հարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Իդեպ այս մասին եմ ուզում կարճ անդրադառնալ, թե ինչի վկայի եւ ոչ թե տուժողի, որովհետեւ առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող այն հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով, որով հիմա քննություն իրականացվում է։ Մասնավորապես անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ռեժիմը խախտելով հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաև քննչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համար, մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսած այնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է տրվել։ Արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է տրվել։ Օրինակ հարց չի տրվել, արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում, տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Օրինակ ես հիշում եմ, որ Արշակ Սրբազանի ասուլիսից հետո, վերջին ասուլիսից հետո, այսպես էլ իր բարձրախոսները դրված էին, սրանք բարձրախոս են, թե դրված էին եւ հենց այդ կադրերի վրա հավանաբար նույն մարդիկ կամ նույն
Խմբերը մեկ այլ տեսագրություն ստեղծեցին, թե իբր Արշակ Սրբազանն այստեղ դրած ինչ-որ օղի էր խմում եւ այլն։ Հիմա այդ տեսագրություն, իհարկե տեսագրությունը հետո անհետացավ, չհասկացավ ոնց ջնջեցին, երևի հասկացան ինչ են արել։ Հիմա այդ տեսագրությունը, եթե օրինակ ներկայացնեինք այն փորձագետին, որը որ քննչականի համար այդ փորձակնությունը արել էր, նա էլի պիտի ասեր, չէ՞ որ տեսագրության մեջ այդ անձը եւ Արշակ Սրբազանը հավանաբար կամ հնարավոր է, որ նույն անձինք են։ Ընդ որում շատ կարևոր մի բան, հա, տվյալ տամ, փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում են հավանաբար նրանք նույն անձինք են, բայց քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում։ Հիմա այս շրջանակներում, որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձակնությունը, փորձակնության եզրակացությունը։ Ընդ որում ես դրան փորձակնություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձակնություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե այդ փորձակնության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը, իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին, այս փորձակնությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգով օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալու։ Եվ մեր առաջի հարցը հենց դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցել, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են, թե ոչ։ Այս հարցը պիտի տրվեր փորձագետին։ Բայց դեռ դա էլ չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են արի ստորագրի, այդպես ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձակնությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող են լինել եւ ցանկացած անձել, նույնիսկ ոչ փորձագետ, կարող են նայել, ասել, հա նման են իրար, էլի դե ոնց որ թե նույն անձն է, բայց դրա մասին չի խոսքը։ Հիմա տեսեք, ես արդեն ուզում եմ անցնեմ մեր փորձակնությունների։ Մեր փորձակնությունների այս պահին բազմաթիվ, դրանք մոտ 5-ն են, որոնք որ ուղարկվել նշանակվել են, դրանցից այս պահին մենք ստացել ենք 3 պետություններից։ Առաջին, այդ եմ ասում, Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Սերբիայից։ Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը։ Ես հիմա ուզում եմ հարցը հնչեցնել եւ դրա վերաբերյալ նրանց տված պատասխան։ Փորձագիտական եզրակացությունները մենք կհրապարակենք իհարկե էլեկտրոնային տարբերակի, ինչպես նաեւ դրա հայերեն թարգմանության քաղաքացիները։ Եվ այսպես Չեռնոգորիայի փորձակնության եզրակացության համաձայն հարցս, արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունը։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձակնություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան։ Տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված մշակված ացանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում։ Չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարկագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։
Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այդպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել ընդ որում, հաջորդ հարցը։ Արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան. Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ հարցնում արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում եմ այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։ Կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը. Արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, հա, աղմուկ կար։ Հիմա հարցը հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, խոսք, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր, եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն են նույնիսկ կրկնվող։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 645-12 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն է, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։
Սահմանափակ լուծաչափը սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Այս բոլոր հարցերին մյուս փորձագետներն էլ ըստ էության նման պատասխաններ են, բայց կան որոշակի տարբերություններ ըստ հավանաբար իրենց մասնագիտության խորացման։ Էլի տրված են տեխնիկական հիմքերը։